Բայց ես համաձայն չեմ, որ հարուստը չի համաձայնվի, որ իր աջ գրպանից ձախ գրպանն է դնում։ Որովհետև այդ հարուստի ճոխ մեքենայի համարել ենք, չէ՞, ճանապարհ սարքում, ի վերջո։ Այդ հարուստի տան ճանապարհն ենք, չէ՞, լուսավորում։ Հա, շատ լավ, ինքը 500 մետր ինքը անում է, լավ 1 կիլոմետր է ինքը անում, բա մնացած 30-40 կիլոմետրով է անում։ Հա, չէ, նկատի ունեմ այդ նույն բոլորն են օգտագործում։ Ես այդտեղ ուրիշ տրամաբանության մեջ եմ դնում, որ ասելու, որ այդտեղ այն մեր եկամտային հարկի հետ կապված, որ մենք ասում ենք, ընդդիմության ներկայացուցիչները, այսօր պատգամավորներ կային, ժամանակ ցույց էին անում, մայթում այդ հարցը քննարկել ենք։ Դա հասել է իր նպատակին։ Եվ աղմուկի տեղ չկա։ Եվ ի վերջո, հարգելի գործընկերներ, ի վերջո ես այսօր առավոտը նստած եմ բանում ազգային ժողովի դահլիճում եւ նայում եմ, դա ինձ համար, ասենք, գիտեք ինչ է, մի հատ այնց բանի այն ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայն է վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, հեսա ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, արա ես ինչ ասելու, ես ասենց բան, էլի, ասում է ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, հասեք։ Իրանց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Որովհետև ասում եմ, Հայաստանի Հանրապետությունը ի վերջո քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օր ես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ, ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշ կեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի մեջ, աղբի մեջ կորած միջավայր է։ Ի վերջո պետք է հասկանանք սա։ Պետական բյուջեն, քաղաքացու եւ համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է։ Ուզում ես տանը սնդուկի մեջ մեշոկով փող ունեցի, այդ միջավայրում ես ապրում, դու աղքատ ես, որովհետև այդ սնդուկիցդ գալու են տանեն սկիվեր այդ խաբարել չի լինելու, որովհետև լուսել չի լինելու, որ պատուհանից տենաս 2 հոգով էին, թե 3 հոգով էին։ Հեռախոսել չի լինելու, որ զանգես, ոստիկան էլ չի լինելու, որ գա տենա ինչ ա եղել։ Այնեն չի, որ այսօր մեր ոստիկանությունը կամ պետական կառավարման համակարգը բանա, կատարյալ աշխատում, բայց այդ թվում են պայմաններով, որ տասնյակ տարիներով փոխանակ բյուջե լցնեն, իրանք ջեբերն են լսել, ոստիկաններին էլ ասել են, դե գնացեք, դե կանաչի մանաչի ծախող կա, տեսեք ինչ եք անում։